Արաշյանյան, Գյումրիում դուք համ հաղթեցիք, համ պարտվեցիք, վերջը չհասկացանք, ձեր Սարիկը վերջը հաղթեց, թե պարտվեց, եւ քաղաքապետ կդառնա, թե Վարդան Ղուկասյանը կդառնա քաղաքապետ, ինչ պլաններ ունեք այդ մասին։ Ճիշտ է, մենք Գյումրիում չենք պարտվել, որովհետեւ այն արդյունքները, որը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը գրանցել է, միանշանակ հաղթանակի նշան է 17200 քվ ստանալը գյումրեցիներից, այդքան էլ հեշտ բան չի, պիտի գյումրեցին գիտեք կամ շատ սիրելուց սիրում է, չսիրելուց բնականաբար իր դիրքորոշումը սա շատ հստակ արտահայտում է, եւ ես միանշանակ սիրել է եւ համամասնական ընտրակարգով քաղաքացիները ընտրում են ավականիներ, որը կառավարելու է քաղաքը։ Այսօրվա մեր թիմ օրենսգրքով քաղաքի տերը ավականիներն են, քաղաքը կառավարում է ավականին եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ունի 14 մանդատ եւ ամենամեծ խմբակցությունն է եւ դրանից կարելի է հետեւություններ անել։ Պարոն Արաշյանյան, այսինքն Գյումրիում էլ է ԿՊ-ն առաջնորդվում, ինչ է լինի, մենք մեզ պարտված չենք համարի սկզբունքով։ Դե մենք մեզ պարտված չենք համարում, ել եմ ասում 14 մանդատ ամենամեծ խմբակցություն 2-3 մանդատներով ու իդեպ ոչ կոալիցիա կազմելով համարել, որ կառավարում են անելու Գյումրիում, միանշանակ Այսինքն ինչ է կանել, էլի մյուս համայնքների նման ինչ-որ մարդագործությամբ եք զբաղվելու եւ կամ ինչպես շատերն են ասում անասնագործությամբ եք զբաղվելու մանդատները տանեք, օրինակ ձեր Սարիկին դարձնեք քաղաքապետ մենք երբևիցե մարդագործությամբ չենք զբաղվել, առավել եւս ձեր բնորոշումները տված հարից չեն երբևիցե նման գործունեությամբ չենք զբաղվել, այն իրողությունները, որոնք եղել են օրենքի սահմաններում եւ մենք չենք պատրաստվում Գյումրիում որևէ նման գործողություններով զբաղվել։ Ալավերդիում էլ կարծեմ այդպես եղավ, այլ համայնքներում էլ, որ ընդդիմադիր, այսինքն հակառակ ֆրակցիայից ինչ-որ 1-2 հոգի, չգիտեմ ինչ ֆոկուսներ եք անում, քրեական գործով վախեցնում եք, թե համոզում եք, թե ինչ-որ պաշտոն եք խոստանում, այդ մարդը գալիս ձեր օգտին է։ Իսկ գուցե լավ ենք աշխատում ու մեր գաղափարախոսությունը այդ մարդուն սկսում է դուր գալու մեր արած աշխատանքը դրա համար որոշում են, որ մեր օգտին են քվեարկելու, ինչ ենք մենք մեր թիմը 14 մանդատ, դե 99 ընդանուր մաքսիմում թիվը դրել էինք, դրա համար էլ տեղ չունեինք այլ ավականիների կամ այլ տեխնազուների ներգրավելու, գուցե եւ տեղը լինեն ես գաղափարները 170-աշան տարբեր են եւ չեմ կարծում, որ Վարդան Ղուկասյանի կամ Արտուն Գրիգորյանի կամ այլ մյուս 8 ուժերի ցուցակում եղած մարդիկ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը ճանապարհ ունեին անցնելու։ Պարոն Արաշյանյան, եւ երկու հարց, մեկը վերաբերում է այն ամենայնիվ ԿՊ-ն, թեկնածու առաջադրելու է քաղաքապետի եւ երկրորդ արդեն մի քանի օր է ձեր հնարավոր հրաժարականի մասին է շրջանառվում, ասում են SMS եք ստացել։ Ես բնականաբար հրաժարական չեմ ներկայացնելու, վստահ ասում եմ, որ լավ արդյունքներ գրանցելու պարագայում որևէ մեկը աշխատանքի չի ազատվելու եւ ես բարձր ճակատով, ինչպես ընտրություններից սկզբից էլ ասել եմ, բարձր ճակատով քայլել եմ Գյումրիում ու շարունակելու եմ քայլել Գյումրիում, գյումրեցիների աչքերի մեջ նայել, այդ թվում բոլոր ընդդիմադիր թեկնազուների իրենց ավականու անդամների։ Իսկ հաջորդը թեկնածուի մասով մոդոլերս մանդատները վերցնելուց հետո կլինեն պաշտոնական հայտարարություն, այդ ժամանակ կիմանանք։ Կարծիքներ հնչում են ամեն դեպքում, դուք ինչ կարծիք եք, անձամբ ձեր կարծիքը եւ եթե դուք էլ եք կարծում, որ այո պետք է ձեր տեխնատուին առաջադրեք, ինչ հաշվարկով, ինչ հույսով ու ակնկալիքով։ Ես կառաջնորդվեմ պաշտոնական հայտարարությամբ եւ կսպասենք, որպեսզի լինի պաշտոնական հայտարարություն։ Հնարավոր է չառաջադրեք։ Ես ասում եմ պաշտոնական հայտարարության ժամանակ հստակ դիրքորոշում գայտնի, բայց բնականաբար 17200 քվ ստացած ուժը, որը ունի ամենամեծ խմբակցությունը, իր դիրքորոշումը ավելի հստակ ու ճիշտ արտահայտելու է հայտարարության ժամանակ։ Մենք սպասում ենք
Վարդան Ղուկասյանից մի երկու ձեր օգտին քվեարկի։ Մենք սպասում ենք մանդատների վերցնելուն, որտեղ մինչև 14-ը տեղ ինքնապատասխանի ժամանակ կա, հասկանանք մանդատները ովքեր են վերցնելու եւ ինչ դիրքորոշում կունենան հայտնելու։ Իհարկե, այն մյուս խմբակցությունները, այն մյուս ուժերը հայտարարել են, որ սատարելու են Վարդան Ղուկասյանին, կոմունիստական կուսակցությանը եւ 14-ից հետո նոր հստակ բարձ կլինի։ Պարոն Արաշանյան, այսինքն իշխանության հույսը առավելագույն շատ քվե ստանալով քաղաքապետ ընտրելն է, որտեղ երկրորդ փուլը նման հնարավորություն է տալիս, երբ որ առաջին փուլով 50+1-ով չի ընտրվում քաղաքապետ, երկրորդ փուլը արդեն ասում է, որ իշխանության հույսը ու իշխանության ուժը օրենքն է, մենք պաշտպանում ենք օրենքը եւ մեր քաղաքացիների քվեն։ Դրանով ստանում ենք ուժ ու հնարավորություն հետագա մեր գործընթացները ճիշտ կառավարելու համար։ Դուք ձեր հույսը դեռ չեք գտել, որ դուք ունենաք Գյումրիում քաղաք։ Մենք երբևիցե հույսը չենք կտրում կամ երբևիցե չենք խորանում, ինքնանպատակ չէ մեր համար, ի սկզբանե էլ ասել եմ, ինքնանպատակ չէ, եթե գյումրեցիները ու գյումրեցիների կողմից ձայն ստացած ավականիները որոշում կկայացնեն, ըստ այդմ արդեն բարձ կլինի ամսի 16-ին։ Ժորժ ջան, մենք սկսում ենք գնալ դեպի հուշագումների դաշտ եւ որտեղ դուք մենակ եք, հիմա ԿՊ մենակ։ ԿՊ-ն մենակ չէ, ԿՊ-ն 14 ԿՊ-ն թիմը այս բային ավականում, եթե ընդդիմություն իշխանություն նայենք, ԿՊ-ն մենակ է եւ կա ընդդիմադիր ամբողջ զանգված, ունի 4 ուժ։ Դե շատ ճիշտ է, հենց եկել է այն աբացուցելու, ինչի մասին մենք ամբողջ կարոզարշավի ընթացքում խոսում ենք, երբ որ մենք ասում ենք, որ բոլոր ուժերը իրար հետ են ու բոլոր ուժերին ցեն տալու վերջում տալու եք այդ ցենը մեկ տեխնացուին, բոլոր այն ուժերը, որոնք այսօր անցած են, այն ուժերը, որոնք այսօր շեմը հատել են ու այնտեղ են, երբ որ մենք արդեն 2 ամիս ասում ենք, որ այս ամեն ինչը բերելու է, հանգեցնելու է 4 ուժերով միանալու են իրար, որևիցե մեկին ցայն տալու եք մեկ անձի, այդ ժամանակ բոլոր են ուժերը ասում են ոչ, քաղաքացիական պայմանագիրը վերջացնեմ, քաղաքացիական պայմանագիրը փորձում է մանիպուլացնել, մենք նման բան չունենք, մենք իրար ցեն չենք տալու, մենք մեր ցեները պահելու ենք։ Հիմի աբացուցվեց, կոալիցիա չի նա, հիմի Երևանում այդպես չի, Երևանում այդպես չի, Երևանում ամենաշատ ցայն հավաքած ուժի կողքն է համախմբվել այլ ուժեր եւ ունենք Երևանում քաղաքապետ, իսկ այստեղ մեր քաղաքացիական պայմանագրի կուսակցությանը մեր սարիգը երկրորդ տեղ ընկած տեխնացուից 2 անգամ գրեթե ավել ձայներ է հավաքել եւ ընդհանրապես նույն բանի մասին չենք այդտեղ արտար չի ուղղակի արտար չի, երբ որ 2-3 հազար դե իմ կարծիքով ընդրական օրենսգրքի մեջ խնդիրներ կան այս պարագայում, որովհետև չի կարող 17200 քաղաք Գյումրին քաղաքացիները տան 17200 ցեն մեկ ուժի, մեկ տեխնացու եւ 2-3 հազար ցեն հավաքողներ հավաքվեն 4-5 հոգով որոշեն վերջացնեմ, որոշեն որ ով է լինելու Գյումրու քաղաքապետը։ Այս ամեն ինչի սկզբանե ինչ որ ասում եմ նաեւ ձեր այդ հարցազրույցների ժամանակ, այս ամեն ինչը ցույց տվեց իմ արտարացի խոսքը, որ Գյումրեցու ու գյումրեցիների ընդհանրապես հետաքրքիր չեն ուժերը, որոնք այսօր Երևանից կամ Գյումրիում այս իրավիճակը ստեղծել են, իրանց ընդհանրապես հետաքրքիր չէ ոչ Գյումրին, ոչ է գյումրեցին։ Կոմունիստական կուսակցությունը Գյումրիում ցենզուր էր տանելու։ Չեմ զարմանա, որ շուտով մավզալեյ կառուցենք քաղաքապետարանի կողքը կամ հետ կամ ինչն էր ԿՊ-ի դեմ 17200 ցենը շուտով դե մի Ժորժ ջան այսինքն ձեր թիմի քաղաքական ուժի մեկնաբանությունը այն է, որ այնտեղ հիմնականում երկու նախկին ղեկավար նախագահների ներկայացուցիչներն են կամ թիմերն են դուրս եկել պայքարի եւ հիմա ասում եք այսքան ձայն ունենք, ստացվում է հանրագումարով ամեն դեպքում իրենք ավելի շատ ձայն ունեն, քան քաղաքացիական պայմաններ։ Չէ, ստացվում է, որ իրանք խաբեցին մեր քաղաքացիներին եւ ամեն մեկը իրանք ձայները տանելով հետո հավաքվան իրար կալով։ Որովհետև կային տեխնացուներ, որոնք իրենց քարոզարշավի ընթացքում հստակ իրենց ձայները ապավել են նաև նրա համար, որ այլ ընդդիմադիր տեխնացուներ չլինեն Գյումրու քաղաքապետ։ Այդ համարում եմ խաբել գյումրեցիներին, նաև համարում եմ գյումրեցիներին խաբել, երբ որ ի սկզբանե ասվում էր, որ
մենք կապ չունենք Երևանի Հայաստանի Հանրապետության նախկին երկու նախագահների հետ։ Մենք մեկս մյուսիս հետ կապ չունենք։ Ժորժ ջան, իմ ասելով չէ, Գյումրեցին այդ ամենը շատ լավ տեսել է։ Գյումրեցին քվե է տվել քաղաքատեխնազուին շատ դեպքերում դիդարգելով իրեն որպես քաղաքապետ։ Դեպքեր կան ու շատ կան տեխնազուներ, որոնք ամբողջ քարոզարշավի ընթացքում քաղաքացիներին մոլորության մեջ են գցել, քարոզարշավը տանելով այն ուղղությամբ, որ ընտրելով ինձ չի լինելու ոչ նախկինը, ոչ ներկան, լինելու է նոր քաղաքական ուժ։ Հետո իրենց գործողություններով ցույց տվեցին այն, ինչի մասին մենք երկար ժամանակ խոսում ենք։ Հիմի ժողովրդավար գործընթացը այդ լրիվ ձեր հետ համաձայն եմ, իրավական դաշտում ժողովրդավար գործընթաց է, բայց բարոյական դաշտում գյումրեցիներին մոլորեցնելը այդքան էլ ազնիվ չէ։ Պարոն Արուշանյան, գիտեք, ըստ ձեզ Վարդան Ղուկասյանը կկալանավորվի հավաքանու նիստից առաջ, թե հետո։ Ինչ հարց եք տալիս ինձ, իմ կարծիքով նոր դուք խոսում եք արտարդարության փոխնախարարի հետ, հետո ոստիկանապետ ներքին գործերի նախարարի տեղակալնել էր, եթե չեմ սխալվում այստեղ, ես կարող եմ հիշեցնել, նաև նշել, որ մեր թիմի ձեռագիրը մաքուր արտը, ես կարող եմ ասել մեր թիմի ձեռագիրը ամբողջ քարոզարշավը ես որպես մարզպետ ամբողջ քարոզարշավը եւ ամբողջ այս նախընտրական պրոցեսները գնացել են օրենքի սահմաններում, գնացել են ոչ մի թիրախավորվող հարց չի եղել, բացի այն ընտրակաշառքի ես Գյումրու մասին եմ խոսում, այդ պետք է եւս արձանագրել, պետք է արձանագրել, որ ընտրությունների օրը որևէ միջադեպ տեղի չի ունեցել, մենք գյումրեցիները շատ լավ կհիշեն ընտրություններ տարբեր տեխնազուների գլխավորությամբ տեղի ունեցող ընտրությունները, որոնք մինչև հիմա խոսակցություններ ու բաների առիթ են դարձել, իսկ մեր կազմակերպած ընտրությունները եղել են մաքուր, մեր ընտրությունները եղել են արտար, եւ ես որպես մարզպետ կարող եմ ասել, որ հաջողել եմ կազմակերպելով մաքուր ու արտար ընտրություններ եւ որպես շտաբի պետ քաղաքացիական պայմանագիր կուսակցություն տարել 17200 ցեն։ Այն գրառումները, որը այսպես ճագերտների մեջ մամուլի ներկայացուցիչները փորձում են ներկայացնել, որ Դավիթ Արուշանյանը հրաժարական է տալիս, կարող եմ թե իրենց ես իմ պաշտոնը ծնվածս օրվանից վրես է եղել, այդ իմ ազգանուս ու հայրանուս է, այնպես որ պաշտոնը իմ համար 36% քվե հավաքել, ասում են վատ չի էլի, վատ ռեյտինգ չունի, դիք նշանակել Ժորժ ջան, ուզում եմ հիշեցնել Գյումրիում նախկինում տեղի ունեցած ընտրությունները, որտեղ 2016 թվականին 5 տարի քաղաքապետ եղած տեխնազուն 14000-ից ավել ցեն չի կարողացել հավաքել, երբ որ տեխնազուները դեմը չեն եղել ու նախկին նախագահներ տիկունքներում Ուզում եմ հիշեցնել 21 թվականի նաև ընտրությունները, որտեղ քաղաքացիական պայման առաջի ուժը, որը շատ ցեներ հավաքել, 9000-ի չափ ցեներ հավաքել, մենք հավաքել ենք 7000-ի չափ ցեն եւ ցածր մասնակցություն կար, որտեղ հետաքրքրություն չկար, այսինքն այս ժամանակ մասնակցությունը շատ բարձր էր եւ նույնիսկ բարձր էր ԱԺ ընտրությունների Դե այս ընտրությունների ժամանակ մրցակցություն կար, մի ավելի շատ է եւ 10000 ավել ցեն են հավաքել մենք Ժորժ ջան։ Դուք ասում եք այդ մարդիկ խաբել են, ասում են, այսինքն մենք անհատապես ձեն տալով ձայն են տալու չգիտեմ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի կամ ինչ որ այլ անձանց, այդ բանը, այսինքն դուք ասում եք, որ չեն ուզում խոստովանել, որ իրենց հետ կապ ունեն, բայց դուք խոստովանում եք, որ ձեր Սարիկը եւ ձեր ԿՊԿ-ը Նիկոլ Փաշինյանի հետ կապ ունի, չէ՞։ Ժորժ ջան, ինչ կա չխոստովանելու, մենք ազնիվ ենք միշտ եղել մեր կողմը։ Հետևաբար տրամաբանորեն բանը գյումրեցիները, որոնք որ այն 17000-ը ձայն է տվել ԿՊ-ին, են մնացած ովքեր որ չեն տվել 20-30 այդ մարդիկ չեն ուզում ԿՊ-ին, այսինքն ԿՊ-ի հետ կապ ունեցող Սարիկ Մինասյանին ձայն տալ։ Ի՞նչն է այդտեղ անազնիվ կամ խնդրահար։ Անազնիվ է։ Նախկին ուժերը օրինակ այդտեղ հաղթեն հավաքական առումով։ Ժորժ ջան, եկեք կողմնորոշվենք էլի, երբ որ մենք Չէ։ Դուք ներգրաված եք, չէ՞, ԿՊ-ից դեսանտներ են իջել Երևանից։ Դուք ամբողջ բանը այնտեղ է։ Լսեք, ես լավ գիտեմ թե շտաբը ոնց եմ կառավարել եւ լավ գիտեմ թե ովքեր են Երևանից մեր ընկերները ով եկել եւ ինչով են աջակցել մեզ։ Մեր ընկերները ամեն դեպքում, չէ, բնականաբար չի ներ, Ժորժ ջան, ինչքան ուզում եք նույն հարցը տվեք, ԿՊ-ին չեն մերժել Գյումրիում, ԿՊ-ին տվել են 10, ձեզ է թվում թե չեն տվել, ձեզ է թվում թե չեն տվել, քաղաքը կառավարում է ավականիներով եւ 14 մանդատ ունեցող ամենամեծ խմբակցություն ունեցող ամենամեծ խմբակցությունը
Ժորժ ջան, իշքան ուզում եք ասեք, այն իմ ասածները ինչ որ ասում եմ, գյումրեցիները շատ լավ գիտեն, շատ լավ հասկանում են ինչի մասին եմ խոսում ու ինչ որ ես արդեն 2 ամիս ասում էի հարցազրույցների ժամանակ, գյումրեցիները շատ լավ այդ ամեն ինչը ֆիքսել են եւ 17200 եկել մեր Սարիգին ու քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձայն է տվել։ Իսկ այն տեխնացուներին, որոնք քաղաքացիները ձայն են տվել, թող երևի թե պատրաստվեն պիոների վսկապներով գնալ ավականիների նիստերին, չնայած կոմունիստական տեսաղ աշխարհը առաջ է գնում, Գյումրին հետ է գնում։ Կարմիր վսկապներով դի գնան ավականունիստերին, մավզալեյնը կողք սարքենք, Լենինականը դարձնենք հին անունը։ Չի կարելի կոմունիստական կուսակցություն է, մենք քաղաքացիական պայմանագիրն ենք։ Այն կոմունիստական կուսակցությունն է։ Դե Լենինի դեմքին ժպիտ էր եկել, որ Գյումրիում կրել է սովետը քանդվելուց հետո։ Ստալինի դեմքին է գա։ Ստալինինը չեմ տեսնում, Լենինը թաղված չէ, Ստալինը թաղված է։ Կգնանք տեսնենք, պարոն Արոշանյան, դուք ասում եք, որ իրավական առումով նորմալ է, բայց բարոյական չէ։ Իսկ Վանաձորում, որ դուք պարտվել եք եւ Մամիկոն Ասլանյանը հաղթել էր, հետո հայտնվեց բանտում չդարձավ քաղաքապետ։ Ալավերջում էլի հաղթած տեխնացուն վերջում այսպես ասած գծերից գցեցիք ձեր տեխնացուին սարքեցիք, դա բարոյական էր։ Ժորժ ջան, մենք գնում ենք Փարակյանում մեր տեխնացուներ։ Ժորժ ջան, Փարակյան այդ որ ասում եք, նաև նույն ձևով իրավական գործընթացներով անցավ մեր Փարակյանի քաղաքապետը, որը հայտնվել էր իրավական գործընթացների մեջ։ Այդ նույն բանը ասելուց այն մյուսն էլ ասեք, Ժորժ ջան։ Ալավերջում ապրելու երկիրն էր հաղթել, Վանաձորում Մամիկոն Ասլանյանն էր հաղթել։ Իրավական գործընթացներ, իսկ էս իրավական գործընթացներ չեն, էս բարոյական էր, Ժորժ ջան, Ասլանյանին նստեցնել որ քաղաքապետ չի։ իրավական գործընթացներ էր, այստեղ իրավական գործընթաց որևիցե չկա։ Ինչ է բանը հայտնվեց այդ իրավական գործընթացը։ Ես ասեցի իրավապահ համակարգին կանչեք հարցրեք, ես Գյումրու մասին եմ ասում։ Գյումրիում իդեալական ընտրություններ են եղել մասնակցության առումով 17200 քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյանին տված քվեների առումով, որևէ միջադեպ չգրանցվելու առումով, որևէ մեկի քթից արուն չգալու առումով, գյումրեցիները շատ լավ հասկանում են ինչի մասին եմ խոսում, որևէ մեկի չձերբակալվելու առումով։ Չէ, ներողություն, ձերբակալվել։ Կալանավորվելու։ Չէ, 70 տարեկան տատիկու կալանավորեք, տանեք դստեք դառնա։ Չէ, Ժորժ ջան, բուն ընտրական գործընթացների մեջ, ընտրակաշառքամայել գործընթացներ, ինչի։ Դուք որ նախ ասում եք 17200 սենց ներկայացնում եք դա քպին, ինչ կանով եք ունեք վերլուծություն, որ դա քպին տված ձայնն է, այլ ոչ թե Սարիկ Մինասյանին, ով անձ, որը Գյումրիում բավականին մեծ ռեյտինգ ունի, եւ հետո որ ասում եք որևէ միջադեպ չի եղել, դուք հենց ձեր Սարիկի թաղամասում տեսնում եք ինչ իրավիճակ էր, ինչ ոնց էին թիրախավորում լրագրողներին, ինչ խմբեր էին ձևավորված։ Բոլոր թաղամասերում էլ տեսել եմ ու հետևել եմ գործընթացը ոնց է կատարվել, որևէ միջադեպ չի գրանցվել, ըստակ կարող եմ ասել, ոչ թե միայն չի գրանցվել, ես ամբողջ ընթացքում կապի մեջ եմ եղել բոլորի հետ եւ վստահ կարող եմ ասել, որ Փառք Աստծո նախկին փորձը չի եղել եւ որևէ միջադեպ չենք ունեցել, որևէ կալանավորված անձ չենք ունեցել, որևէ մեկի քթից արուն չի եկել, այդ ամեն ինչը շատ խաղաղ հանգիստ անցել է, որը ի սկզբանե հորդորում է բոլոր ուժերին ու տեխնացուներին եկեք Գյումրու ընտրությունները դարձնենք յուրահատուկ ցույց տալու համար Հայաստանին, որ կարելի է այսպես ժողովրդավար ընտրություններ անցկացնելու։ Շնորհակալ եմ, որ բոլորը լսեցին այդ հորդորը եւ որևէ տհաճ միջադեպ Գյումրիում տեղի չունեցավ, որովհետեւ իմ համար խնդիր էր որևէ մեկի հետ Գյումրեցի կամ Շիրակի մարզի որևէ բնակչի հանդեպ որևէ խնդիր առաջանալու պարագայում այդ համարում էի անձամբ իմ խնդիրը։ Այնպես որ մենք քվեները 17200 քվե ենք ավակի Ժորժ ջան, էլի եկել ասում եք պարտվել ենք։ Ինչին ենք պարտվել։ Կարող եմ ասել Փարակյանում պարտվել ենք Ժորժ ջան, ու շատ նորմալ գործընթաց է, երբ որ ընտրությունների ժամանակ որևէ ուժ պարտվում է, որևէ ուժ հաղթում է։ Քվեների մասով ասեմ Ժորժ ջան, քաղաքացիական պայմանագիր կուսակցության թերթիկը երբ որ վերցնում էր համար 1-ը, այդ միասնական թերթիկ էր, որը քաղաքացիական պայմանագիր կուսակցություններ, որը Սարիկ Մինասյանն էր, որը Դավիթ Արուշանյանն էր, որը մեր ավականու 99 տեխնացուներն էին, որը Նիկոլ Փաշինյանն էր, որը Ալեն Սիմոնյանն էր, բոլորին չթվարկեմ, մեր գործընկերներին, թե ազգային ժողովի, թե կառավարության, ինքը միասնական մեկ թերթիկ էր։ Բնականաբար Սարիկ Մինասյանը, բնականաբար այդտեղ այդպես որ բաժանեն գործոնների, այո, տարբեր գործոնների պարագայում թվերը գուցեև տարբեր լինեին, այդտեղ չենք էլ ժխտում ու չենք էլ բացառում։ Սարիկ Մինասյանի
Մենք միասնական մի հատ թիմ էինք, ու այդ թիմից որևիցե մեկին հանելու պարագայում այո, գուցե եւ նույն պատկերը չունենայինք։ Պարոն Աղշանյան, դուք ասացիք, որ պաշտոնական հայտարարություններ կլինեն առաջադրման եւ մնացածի մասով մանդատների բաշխումից հետո հնարավոր է ասենք ինքնաբացարկներ եւ այլն կերևային process կլինի, ինչ ավագանի ըստեյության կլինի արդեն բանում նոր կհայտարարեք։ Պարոն Աղշանյան, քաղաքական առումով քաղաքացիական պայմանագրի համար ընդունելի սցենար կլինի, որ ընդդիմությունը օրինակ քվեներ տա ձեր տեխնացուին եւ Սարիկ Մինասյանը դառնա քաղաքապետ։ Ես ել եմ ասում, սպասենք ամսի 16-ին, մինչ այդ 14-ին մանդատները կվերցնեն, կլինի պաշտոնական հայտարարություն, թե մենք ինչ դիրքորոշումով ենք առաջ արժվելու, ամսի 16-ին կլինի ընտրությունները եւ ամսի 16-ին գուցե եւ դրանից հետո մենք հանդիպենք իրար հետ եւ ես իմ պարզաբանումները կտամ։ Տեքստը հիմի հայտարարության չեմ բացելու, իմ համար որպես մարզպետ առաջնային է, գիտեք առաջ օրվանից ասել եմ, յուրաքանչյուր Շիրակի մարզի բնակչի եւ յուրաքանչյուր Գյումրեցու շահը, Ժողովուրդ ջան, կամ վերցրեք կամ ես Կառավարության բերած ամենը փոքր։ Ժողովուրդ ջան, մեր ամեն ինչի մեջ վատն եք փորձում տեսնել, Շատ սիրուն ամբիոն է, լավն է։ Մեր կառավարությունը ստեղծել է նման անկյուն ձեր լրագրողների աշխատանքը ավելի լավը դարձնելու համար։ Խորհրդորեմ ավելի մեծը տա։ Ընդունելի, բայց կլինի ընդհանուր ստանալ ընդդիմությունից ձայներ։ Մեր համար ընդունելի կլինի այն որոշումը, որը կայացնի 33 ավականիները միասին։ Եվ ես որպես մարզպետ էլի եմ կրկնում, իմ համար առաջնային է Շիրակի մարզի Գյումրեցու յուրաքանչյուր Գյումրեցու Շիրակի մարզի բնակչի կյանքի որակի փոփոխությունը։ Իմ մոտ որևիցե բան չի փոխվել ու չի փոխվելու։ Ես պատասխանատվություն եմ վերցրել բոլորի հանդեպ, մեր քաղաքացիների հանդեպ եւ նույն ձևով առաջնորդվելու եմ յուրաքանչյուրի կյանքի որակը փոխելու համար։ Ժողովուրդ ջան, ավականիները օրինակ ընտրեն ընդդիմադիր որևէ տեխնացուի։ ոչ, հնարավոր չէ։